Արցանք շարունակվում է առաջին ծրագիրը եւ մենք ուրախ ենք ձեզ ներկայացնել մեր հյուրերին։ Նրանք իրենց ձեռքբերումներով նախ ուրախացրել են ամբողջ ազգին եւ երկրորդը ամեն մեկը ոգեշնչելու է կոնկրետ տարիքային խմբի ներկայացուցիչներին եւ առհասարակ սպորտի մասին խոսելը լավ է, որովհետեւ մենք ոգեշնչվում ենք։ Սիրով մեր հյուրերին ներկայացնենք, նախ ասեմ, որ Նորվեգիայի Հաուգեսուտ քաղաքում հունիսի 15-ից 23 անցկացվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության վետերանների մրցաշար, որտեղ 61 կիլոգրամային քաշային կարգում հաղթող է ճանաչվել Արսեն Թամրազյանը, նա մեր տաղավարում է, եւ ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության 55 կիլոգրամ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Վալոդիա Սարգսյանը, նա եւս մեր տաղավարում է, բարի լույս։ Բարի լույս, բարով եկեք, շնորհավորում եմ իհարկե հաղթանակների կապակցությամբ։ Ես ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է ու շատ հետաքրքիր է, որ շատ մոտ օրերում են տեղի ունեցել ձեր երկուսիդ մրցելույթները, այսպես ասեմ, եւ մարզիչն է փաստորեն հաջողության հասել եւ սանն է հաջողության հասել, բայց այն կես կատակ, կես լուրջ ասում եմ, եթե ես լինեի մարզիչ, պարզերես դուրս գալու համար աշակերտների աչք, էլ չի զբաղվում։ Չէ, ոնց է համարձակությունը վականացում, թե սերը ուղղակի բաց չի թողնում դեպի սպորտը, անընդհատ ուզում եք շարունակել։ Նախ ես ուզում եմ խոսել առաջինը Վալոդիայի մեդալից, որպես մարզիչ, ինձ համար ավելի կարևոր է Վալոդիայի մեդալը։ Իմ առաջի պտուղներն է, այսպես ասած, մարզչական աշխատանքում, ու մենք ունեցանք անցած տարի մի փուջուր ծախող ու նույնիսկ պատանիների Եվրոպայում, մեկ տարի աշխատանքից մեկից հավատալով, ասեմ, որ Վալոդիայի ընտանիքը նաև մեր գործի շատ հավատաց ու մեր սպորտում շատ կարևոր է մարզիչի աշխատանքի մեջ, որ իր ընտանիքը նաև մարզիկի ընտանիքը հավատա այդ գործին ու շատ մեզ օգնեցին իրենք նաև ու ունեցանք այսպիսի հաջողություններ։ Անհաջողությունը ասելով որևէ հորիզոնական չէիք զբաղվել։ Անցած տարի Վալոդյան մեկ հրում վարժությունից բրոնզ նվաճեց, մեր մարզաձևում շատ կարևոր է երկամարտի արդյունքում մեդալը, ու այս տարի ունեցանք երկամարտում բրոնզ, հրում վարժությունից արծաթ։ Հրաշալի է, Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած հունիսի 15-ից 23-ը մրցաշարի առաջնության մասին է խոսքը, հիմա խոսքը տրամադրենք Վալոդյային, հենց հաղթական դրամատրությամբ էիր գնացել եւ ինչ զգացողություններ ունեցար այդ պահին։ Գնացել ենք մենակ հաղթանակի համար, ուղղակի զուտ ինչ-որ վնասվածքի տեսքով խանգարեց, որ ինչ որ համար գնացել ենք, դորով կայենք էլի։ Խոսքը ոսկու մասին է։ Ոչինչ, ոսկին հետո, անպայման, առջևում։ Վալոդյան ընդամենը 17 տարեկան է եւ ես վստահ եմ, որ ակտիվ սպորտով զբաղվելու համար ժամանակ դեռ կա եւ առջևում նոր հորիզոններ չէ, հարգարժան։ Մենք դեռ սկիզբն է, մենք ինքը մյուս տարվանից արդեն երիտասարդների մեջ է պետք է հանդես գա ու այս տարվանից արդեն մենք փորձելու ենք երիտասարդներում նաև հանդես գալու, փորձեր ենք անելու, բայց մյուս տարվանից երևի որ հաստատ արդեն հանդես կա ու նոր մեդալներ, նոր հաջողություններ, Աստծո կամոք։ Մարզիկների ճակատագիրը բացի հաջողություններից նաև շատ տրավմաներով է հագեցած, այն նշեցիք տրավմա, այդ տրավմաները որքանով կարող են խանգարել, որ մարզիկը որոշում կայացնի այլևս չշարունակել, թե դա միայն շատ լուրջ տրավմաների մասին է խոսքը։ Դե տրավմաները միշտ սպորտսմենների մոտ անպագաս են ու դա նաև իմ կարծիքով մի քիչ այդպես ասած ճիշտ մարզումները եթե անես այդ լուրջ տրավմաները զերծ կմնաս բայց դա այնպես չի որ ասենք մարզումները ճիշտ անելուց կարող է զերծ մնալ բայց համենայն դեպս վնասվածքները միշտ խանգարում են մարզիկներին ու նաև կարող են կարիերայի վերջ տալ։ Ինչ տարբերվող որակ կա երիտասարդության մեջ, դուք որպես մասնագետ նույն Վալոդյային առանձնացրել եք, նկատել եք նրա մեջ այդ որակը, ոնց ենք հասկանում, որ նրանք ունեն այդ յուրահատկությունը չեմպիոնական, ապագայում, այդ հոտառությունը պիտի ունենաս զգալու համար պատանուց։ Ինձ համար որպես մարզիչ շատ կարևոր է մարզիկի հոգեբանությունը, հավատալ իր գործին եւ ասենք թե շատ կարևոր է մարզիչի խոսքին հավատալ։ Այսինքն այդ գործը սկսելու համար կարևոր է որ մարզիչ աշակերտ հարաբերությունների մեջ լինի ճիշտ հավատ գործի նկատմամբ,
որ մարզիչը ասում է, «Էս անելու ենք», ինքը հավատա, որ կարող է անել։ Դա շատ կարևոր հանգամանք է մեր մոտ։ Ու նաև ֆիզիոլոգիայի որակներն է շատ կարևոր, որն տվյալ սպորտաձևին համապատասխան լինի։ Օրինակ խոսքի կարող եմ, որ մարզիկ լիներ, ինքը լողորտի ֆիզիոլոգիա ունենա, ֆիզիոնոմիա ունենա, կարող է ծանրամարդ ունենա։ Դա էլ է շատ կարևոր, բայց հոգեբանությունը ամենակարևոր տեղն է ինձ համար։ Որպես կանոն արդեն որևէ մարզիկն է հատկապես երիտասարդ, երբ որ գալիս է մեզ մոտ չափված, ձևված, զուսպ, հիմնականում ծանրամարտով զբաղվող, հա, երիտասարդությունը, ես ուզում եմ քեզ հարց ուղղել, 17 տարեկան ես, այս այն շրջանն է, որ անցումային շրջան է կյանքում առհասարակ, քո հասակակիցները երևի ապրում են ավելի բուրըն հետաքրքրություններով եւ այլն։ Այո, ոնց է ստացվում գերնպատակ դարձնել սպորտում հաջողություն, ինչպես ես դու ինքդ քեզ հետ աշխատում, միգուցե դա խորհուրդ լինի քո հասակակիցներին եւս։ Համար կյանքում ցակտիկը որ այն ճորում նպատակ տաներ առաջ ու հասնի դոր իմ նպատակն էր որ զբաղվեմ ծանրամարտով եւ ինչ որ հաջողություններ ունեմ ցակտեմը դոր։ Այսինքն կոնկրետացնել նպատակը, հասկանալ որն է քո նպատակը այս կյանքում։ Դա հեշտ չի ստացվում երիտասարդության մոտ, կոնկրետ նպատակը առանձնացնել ու գնալ դրան, որովհետև այս շրջանում անընդհատ փնտրումների մեջ են։ Քեզ շնորհավորում ենք ոչ միայն հաղթանակի կապակցությամբ, այլ նաև որ այդքան կայուն ես այդ ճանապարհի մեջ դեպի քո հաղթական նպատակները։ Մեր բախտը նաև որ Վալոդիայի հայն է ծանրորդ եղել ու այդ ամեն ինչը տնից է գալիս ու ինձ համար ավելի հեշտ է ստացվել։ Դասիրակությունը, այդ ռեժիմը, այսինքն տնից եղել է արդեն ինձ համար հեշտ է եղել։ Շատ կարևոր հոգեբանությունից խոսեցիք, բացի ֆիզիկական տվյալներից եւ այլն, պետք է հոգեբանության հետ աշխատել եւ հիմնականում մարզիչներն են այս գործը իրենց ուսերին վերցնում։ Արդեն սրա մասին խոսեցիք, շատ կարևոր է, որ այդ կապը ստեղծվել է։ Առաջիկայում ինչ եք պլանավորում, ինչ մրցույթների պետք է մասնակցել, որքան ժամանակ է նախ պետք պատրաստվելու համար։ Մենք հիմա փորձելու ենք Աստծո կամոք, փորձելու ենք երիտասարդների մեջ արդեն ոտք դնել այս տարվանից, եթե արդեն Վալոդյան երիտասարդները տեղափոխվում Պատանիներից, արդեն մյուս տարի Գառնանից սկսվում է իր արդեն միջազգային մրցումները։ Նախ եւ առաջ Հայաստանի առաջնությունը կլինի, եթե հաղթող դառնա, թիմ կընդգրկվի եւ արդեն երիտասարդների Եվրոպա աշխարհի առաջնությունում մասնակցելու համար։ Գյումրվա դպրոցը ծանրամարտում հավասարը չունի Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Ձեր մեկնաբանությունը այս առումով ո՞նց է այդպես ստացվում։ Գիտեք ինչ, չեմ կարող այդպես շատ ճիշտ ասել ինչն է, ու ասեմ, որ մեր մոտ գերազանց մարզիչներ կան, որոնք որ ինձ համար միայն օրինակներ են այդ մարզիչները, սովորելու իրենցից մեր մոտ մարզիչներ կան, որ 6 երեխա, 7 երեխա ունին աշխարհի Եվրոպայի մեդալակիներ այդ տարվա մեջ, ու միայն իրենցից սովորելու տեղ ունեմ ես։ Ու չեմ կարող ասել ինչու է Գյումրիում տված, բայց որ մեր մոդի ծանրամարտի հաջողությունները շատ մեծ են, դա փաստ է։ Դե Ժակը ասեց, օդը ջուրը, ամեն ինչը կապին, հումորը, գումրվա, ինչու ոչ, սա եւս նպաստող հանգամանք է։ Իսանը որտեղից կլինի։ Իսան ու դուս շատ հաջողություններ ենք մաղթում ձեզ նաեւ առաջիկայում, մենք համոզված ենք, որ եթե կա 17 տարեկանում այս նպատակասլացությունը, ապա հենց Վալոդյանը նշեց, պետք է ունենաս նպատակ եւ ամեն ինչ անես հասնելու նպատակի եւ թող կյանքում որևէ բան չխանգարի այդ նպատակին հասնելու համար։ Ամենակարևորը զերծ մնաս վնասվածքներից։ Այն նշեցիք ընտանիքը շատ է խրախուսում, կարևորվում է ձեր կապը, միասնական աշխատանքը, բայց ես համոզված եմ մայրիկները շատ են անհանգստանում իրենց երեխաների համար, ովքեր որոշում են սպորտով զբաղվել, հատկապես վնասվածքների հետ կապված, այնպես որ մայրիկին էլ չհուսահատեցնենք, վնասվածքներ չստանանք, ամեն ինչ անենք, որպեսզի վնասված չստանանք։ Կան ձեզ համար լավ օրինակներ այս սպորտաձևում։ Ինչպես մարզիչս նշեց, հայրիկս էլ է եղել ծանրամարտիկ, փոքր ժամանակ մեդալները տեսնելով, պես ոգևորություն առաջացավ, որ ես Հայրիկի անուն ազգանունն էլ ասենք հիմա այս պահին։ Արտյոմ Սարգսյան։ Փաստորեն հայրիկը առաջին լավ օրինակն է եղել ձեզ համար։
Ու այստեղից եւս մեկ հուշում, բարեկամներ, որ երեխաներին դաստիարակելու փոխարեն պետք է ուղղակի հնարավորինս ճիշտ ապրել, Երեխաները դաստիարակվում են մեր օրինակով, այո, որովհետեւ մեր օրինակով նրանք դաստիարակվում են, Վալոջանն էլ տեսնելով հայրիկի մարզական հետաքրքրությունները փորձել է դրանք զարգացնել։ Նպատակները Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն ուր են տանում քո երազանքները քեզ։ Ցեկտել ավելին։ Եվրոպայի չեմպիոն, կրկնակի աշխարհի չեմպիոն, ցեկտել ավելի բարձր։ Շատ լավ։ Արսեն, դուք մի անգամից խոսեցիք Վալոդիայի հաջողություններից, ասելով, որ նրա հաջողությունը ձեզ համար առավել քան կարևոր է, քանի որ ձեր աշխատանքի արդյունքն է, այսպես ասեմ, բայց նաև ձեր հաղթանակին անդրադառնանք։ Համեստորեն լռեցիք, շրջանցեցինք։ Ասեմ, որ ես իմ հաղթանակս Եվրոպայի չեմպիոնը, նաև Հայաստանից ունենք մեկ մարզնագից, Վարամը Խուդոյան, որը եւս Եվրոպայի չեմպիոն դարձավ, Վարամին եմ շնորհավորում։ Ու ասեմ, որ այս տարիքում շատ դժվար է նորից վերադառնալ, նորից մասնակցել, ցավեր, տրավմաներ, ու ասեմ մարզավիճակը հակավորել։ Հա, ու ասեմ, որ իմ սաներս շատ են ինձ մոտիվացրել այս գործի, շատ կարևոր է։ Ասում ես դժվարություններ մոտենում ասում է, խուր են իմ ջահելը, ինչ է։ Բայց կարողացա գնալ եւ պատվով վերադառնալ։ Ու ասեմ, որ այս իմ հաղթանակից մեջ շատ կարևոր։ Որ մեկն է ձերը։ Այդ ոսկին։ Հաղթանակից մեջ շատ մեծ դեր ունի իմ եղբայրս, ամեն օր իմ կողքիս է եղել, իմ կինս, իմ ընտանիքս, մեր ֆեդերացիայի նախագահ Արմեն Ղազարյան եւ ուզում եմ իմ բարևներս ուղարկեմ Ամերիկայում գտնվող իմ քավորից, որը միշտ ինձ համար օրինակ է եղել Գևորգ Դավթյանը, օլիմպիական բրոնզե մեդալակիր է։ Միշտ մեզ դիտում են Միացյալ Նահանգներում, այնպես բարևներ ամենը տեղ են հասնում։ Դե ես որպես վետերաններից մեկը սա տանեմ տոն։ Փորձեմ, քեզ արի արծաթ տանք, հետո Ադամանտ պետք է տայր, ինչի արծաթ։ Վալոջան հետո խոստանում է ոսկի էլ կբերի։ Շնորհավորում ենք, արծաթը եւս ազնիվ եւ շատ կար։ Քեզ մեկ քայլ է բաժան, քեզ եւ Վալոջային մեկ քայլ է բաժանում ոսկուց։ Շատ գեղեցիկ է, ով է պատկերված տեսնես այստեղ, խուճուճ մազերով է ամեն դեպքում։ Հունական աստվածներից մեկն է։ Այո, մի րոպե գրած է նույնիսկ, եթե չէ։ գրած է։ Չէ, հուներեն է գրած, եթե դու հուներեն գիտես, կարող ես ընտրել։ Այսքան է, շնորհակալություն, որ եկաք, ես ուրախ եմ, որ այսպիսի տանդեմ կա, այսպիսի միասնություն կա, կան նպատակներ, դուք էլի մասնակցելու եք, թե այս անգամ վերջ։ Չէ, ես միտք ունեմ նաև աշխարհին մասնակցելու, մյուս տարի Ամերիկայում, ուզում եմ նաև Քանի քավորն Ամերիկայում է, պետք է աշխարհին մասնակցել, հա։ Ու ուզում եմ նաև մեր տալիջի բոլոր երեխաներին ցանկանալ, որ ունենան այսպիսի հաջողություններ մեր քաղաքին, մեր պետությանը, ուզում եմ, որ ամենը իր գործով լավ զբաղվի եւ ունենա լավ հաջողություններ։ Այո, մեզ պետք են շատ հաղթանակներ։ Շատ կարևոր է։ Սպորտը շարունակում է մնալ ազնիվ տարբերակը ուժը ներկայացնելու, նպատակասլացությունը ընդգծելու, մենք մաղթում ենք ձեզ հաջողություն, քեզ հաջողություններ, հուսանք, որ այս զրույցը հետագայում կհիշենք ու կասեք, վայ, նա եղել էր մեզ հյուր, երբ այսինչ հաջողություններն են։ Իսկ այդ ժամանակ արդեն նվաճած կլտես բազմաթիվ այլ մրցանակներ, որոնք ցանկալի են սպորտսմենի համար։ Մինչ մրցանակները կլինեն, նվերները արդեն այստեղ են, ձեզ առանց նվերի չենք թողնում։ Արդեն կարելի է նշել այս հաղթանակները, Ռոզե Գինեովի Ջևանի գինու գործարան, եթե չես սիրում խմել եւ տարիքը թույլ չի տալիս, հայրիկին ուղարկենք տանը թող խմեն։ Սուրճ, հայկական արքա սուրճ, արքայավայել մեր հյուրերին պահեր պարգևելու համար, էկոսոլարը կգա Գյումրի, Գյումրվա արևն էլ ուժեղ է, թեժ վառում է, վերացեք դա հոսանքի եւ օգտագործեք, կտեղադրեն համակարգ էլեկտրական արևային եւ դուք կօգտվեք հոսանքից անվճար, որտեղ արևը անվճար է։ Այնտեղ եթե չեմ սխալվում 100,000 դրամ նախնական այսպես անվանական քարտ է, կարող եք օգտագործել այդ գումարը տեղադրելի։ Step Group-ն էլ դիզայներական ծառայություններ, վերանորոգման ընթացքում տուն լինի, մարզասրահ լինի, 50%-ով կգա նրանց դիզայները սիրուն, կմշակի, դուք էլ կապշեք, կզարմանաք, կասեք Այսա ուրիշ բան։ Ես էլ կվերադարձնեմ մեդալը, այո, այնինչ իմը չէ, իմը չէ։ Այո, շնորհավորում ենք եւս մեկ անգամ։
մեկնաբանելու համար, լուսաբանելու համար մեր հաջողությունները։ Սիրով, միշտ պատրաստ ենք։ Սպասում ենք լավ լուրերի, միշտ անպայման կտեղեկացնենք, ուրախ կլինենք կիսվել մեր հեռուստադիտողների հետ։ Արսեն Թամրազյանը եւ նրա սանը Վոլոդյա Սարգսյանը եկել էին, երկուսն էլ ունեին հաջողություններ ու դրանց մասին պատմեցին ձեզ, ոգևորեցին բոլորին։ Կհանդիպենք քիչ անց։